Բարեկալու Սիվիլնետ տաղավարում հյուրընկալել եմ Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ փաստաբան Արամ Վարդևանյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Վարդևանյան, հատկապես այս տաղավարում ես չեմ սիրում եւ չեմ տալիս սովորաբար անձնական եւ մասնագիտական բնույթի հարցեր, մասնագիտական այն առումով, որ մասնագիտական գործունեության շրջանակներում, բայց այս առումով մի փոքր բացառություն կանեմ, որովհետեւ հետաքրքիր է։ Տեսեք, դուք ժամանակին Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմի անդամ եք եւ նրա դատապաշտպանը։ Դատարանում ներկայացնում եք իր շահերը։ Հիմա սկսեցիք այն բանից, որ Սամվել Կարապետյանի շահերն եք ներկայացնում դատարանում, հետո դարձաք նաեւ քաղաքական թիմի անդամ։ Ինչպես է ստացվում, որ գոնե այս երկու դեպքում ձեր մասնագիտական գործունեությունը զուտ համընկնում է նաեւ քաղաքական շահերի տեսանկյունից այդ տվյալ քաղաքական ուժի հետ եւ դառնում եք տվյալ քաղաքական թիմի անդամ։ Հետաքրքիր հարց եք տալիս անկեղծորեն, կփորձեմ։ Դե դրանք այդքան էլ տարբեր թիմեր չեն։ Նույն թիմն է ուղղակի տարբեր թևերով։ Տարբեր թիմեր են իհարկե, հետաքրքիր հարց եք տալիս, կփորձեմ հնարավորինս անկեղծ պատասխանել։ Իսկապես ինչ որ իմաստով նաև անձնական բնույթի հարց է, բայց նաև գիտակցում եմ, որ մեր հանրությանը իսկապես հետաքրքիր կլինի։ Այնպես չէ, որ իմ մասնագիտական գործունեությունը, փաստաբանական գործունեությունը 2018 թվականից, որ իրականացնում եմ, այսպես ասած իրականացրել եմ նախագահ Քոչարյանի եւ ազգային բարերար Սամվել Կարապետյանի այս երկու դեպքում։ Այս երկու դեպքը իսկապես նաեւ իրենց հանրային հնչեղության տեսանկյունից պետք է նշեմ, որ տարբերվում են։ Պայմանականորեն հանրային գործերից նույն հաջողությամբ նաև իրականացրել եմ օրինակ ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի կամ Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի եւ այլոց շահերի պաշտպանությունը։ Իդեպ նաև ունեցել եմ ոչ հրապարակային գործեր, հատկապես նաև 2022 թվականին հաջորդած ժամանակահատվածում։ Ինչևէ, եկեք հենց ի սկզբանե նշեմ, 2021 թվականին, երբ որոշում կայացրեցի, ընդունեցի, իսկապես պատիվ էր միանալու Հայաստան Դաշինքի քաղաքական թիմին, այնպես չէր, որ ինքս ինձ որպես քաղաքական գործիչ պատկերացնում էի։ Բոլոր դեպքերում ելնելով արդյունքներից, նաև սահմանադրական դատարանում իրականացրեցի ներկայացություն ընտրության արդյունքների վիճարկման մասով եւ աստիճանաբար ստացվեց, կարելի ասել, իրավիճակը, որ անցա նաև ազգային ժողովում որպես падգամավոր աշխատանքի։ Որքանով եմ արդյունավետ եղել որպես падգամավոր, բոլոր դեպքերում շատ ակտիվ եմ եղել, թե ելույթների տեսանկյունից, թե սահմանադրական դատարան դիմումների օրենսդրական նախաձեռնությունների եւ թե փողոցային շարժումների ժամանակ ես ձեզ տեսել եմ, այո, անդրադառնալ, երբ դիմադրության շարժումը մեկնարկեց, որի առաջին շարքերում եղել եմ եւ դա էլ եմ համարում պատիվ, որ եղել եմ, բայց բոլոր դեպքերում այն օրակարգը, որը ներկայացրել էինք, ի վերջո նաեւ հենց իշխանափոխության տեսանկյունից չունեցանք հաջողություն։ Եվ ես կարող եմ ասել, որ դա համարել եմ նաեւ իմ անձնական անհաջողությունը, կուզեք նաև հենց պարտությունը։ Որից հետո 2022 թվականին, եթե չեմ սխալվում, երբ դուրս եկաք 2022 թվականի ապրիլ ամսին, երբ մեկնարկեց դիմադրության շարժումը, եւ 2022 թվականի նոյեմբերին ես հրաժարական տվեցի։ Իդեպ դիմադրության շարժման ընթացքում քանիցս հայտարարել էի, որ ազգային ժողով չեմ պատկերացնում այլևս վերադառնալը իմ գործունեության տեսանկյունից, այսինքն այլևս ինձ արդյունավետ չէի պատկերացնում որպես падգամավոր գործունեության տեսանկյունից։ Հրաժարականը տվեցի 2022 թվականի նոյեմբերին։ Լիազորություններս դադարեցվեցին դեկտեմբերի 2-ին, եթե չեմ սխալվում, եւ 4 տարի ես ակտիվ քաղաքականության մեջ չեմ։ Այո, հիմա ինչ է փոխվել, ինչու նոր որոշեցիք։ Հետաքրքիր հարց եք տալիս։ Անկեղծորեն ես տեսնում եմ, որ այն ինչը պայմանականորեն նույն 2018 թվականից ես բազմաթիվ խնդիրներ, որոնց նաև հենց բարձրաձայնման մեջ էլ եղել եմ, որոնք տեսել եմ այս իշխանությունների գործողությունների մեջ, իրականացրել եմ։ Դրա բարձրաձայնումը։ Ինչ որ հարցերում կանխատեսումներս ճիշտ են դուրս եկել, թեև ուղիղ կասեմ կցանկանայի, որ որևէ մի իրավիճակում ճիշտ չլինի։ Սկսած թե Արցախին վերաբերող իրավիճակից, թե այլ հարցերի։ Տեսնում եմ, որ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը, Ուժեղ Հայաստանը, ունի բոլոր շանսերը Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ փոփոխություններ բերելու։ Իսկապես Հայաստանի Հանրապետությունում ուժեղ առաջնորդություն ձևավորելու եւ Հայաստանում իսկապես իշխանափոխության այդ իրավիճակը արձանագրելու համար։ Ստացել եմ այդ առաջարկը, միանալու այդ մեծ եւ վճռական թիմին,
Իսկապես եմ ասում, ուժեղ Հայաստանի թիմը, եթե նայում ենք, որ ինչպես ձևավորվեց այն ժամանակահատվածում, երբ պարզապես մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը նախադասության համար, Սամվել Կարապետյանը կալանավորվել էր։ Կարծում եմ, նման ակնհայտ քաղաքական հետապնդում քիչ է եղել Հայաստանի Հանրապետության պատմության մեջ եւ այն վախի մթնոլորտը, որը դրանից Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, այդ թվում ձեր պաշտպանյալների շրջանում եղել են քաղաքական հետապնդումներ։ Ես ասացի ի տարբերություն այս շրջանի նաեւ ֆիքսվել են Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեաժողովի բանաձևերում։ Ես կարող եմ ասել, որ իսկապես մեկ նախադասություն, որ իրենից ենթադրում է մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը, որին հաջորդում է Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության ղեկավարի մի շարք Facebook-յան գրառումները սպառնալիքով, հաշվեհարդարի խոստումով եւ դրանքի կատարածվում, իսկապես դա աննախադեպ էր, բայց ըստ կողմից իհարկե մենք միգուցե այսօր նաեւ խոսենք, որ արդեն վեհապար Հայրապետի նկատմամբ էլ կա քրեական հետապնդում։ Կատարվում են բաներ, որոնք չեն կատարվել։ Ես ուզում ասել, որ այդ վախի մթնոլորտի պայմաններում այդ թիմը ձևավորվեց, բավականին վճռական թիմ։ Եվ ես իսկապես ստացա այդ առաջարկը միանալու, կրկին մուտք գործելու ակտիվ քաղաքականություն եւ այո այդ որոշումը կայացրեցի։ Շատ լավ, դուք կարող եք ուղղակի իրավաբանական աջակցություն տրամադրել, փաստաբանական գործունեություն իրականացնել, բայց չմտնել խորհրդարան, որովհետեւ նախկինում մտնելով ասացիք, որ բան չի փոխվել, հա։ Ինչ եք փոխելու այս անգամ մտնելով խորհրդարան։ Գիտեք, առաջինը որն է մոտիվացիան։ Առաջինը մոտիվացիան Հայաստանում փոփոխություններ բերելն է։ Ես կարծում եմ իսկապես այս ատելության մթնոլորտը, այս պառակտվածության աստիճանը, երբ եկեղեցու նկատմամբ արդեն նման ոտնձգություններ կան, եւ դրանից մենք կարծես արդեն տպավորություն է, որ չենք զարմանում, այսինքն այն աստիճան է, սա դառնում new normal-ը, որ սա շատ վտանգավոր է։ Սա ծայրահեղ անհանգստացնող երևույթ է։ Մեր հասարակությունը իրապես ես չեմ կարծում, որ այսպիսի գնահատականների կամ այսպիսի իրավիճակների պետք է արժանանա։ Մեր հասարակությունը, երբ մենք եղել ենք համերաշխ, համախմբված հասարակություն, մենք այսպիսի արհավիրքներ չենք տեսել։ Եվ առաջնային ամենակարևոր հանգամանքը, որը ուզում եմ ընդգծել, մեր հասարակության համախմբումն է, միավորումն է, համերաշխությունն է։ Այդ իմաստով տեսնում եմ, որ անելիք ունեն։ Եղավ, հասկացնում եմ։ Ասեք, որն է սկզբունքային տարբերությունը Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի քաղաքական տեսլականների միջև։ Քաղաքական տեսլականների տեսանկյունից երևի թե Սամվել Կարապետյանի որպես հենց մասնավոր ոլորտի Հայաստանի Հանրապետության տեսանկյունից եթե դիտարկենք, ամենավառ ներկայացուցիչն է։ Այսինքն մենք ազգությամբ հայ Հայաստանի Հանրապետության հետ մշտապես ինտենսիվորեն ներգրավված Forbes-ի ցուցակում հայրենակից չունենք։ Նման ինտենսիվությամբ Հայաստանի Հանրապետության հետ ինտեգրված, նման հայրենակից, որը նաև որոշում է կայացրել մուտք գործելու քաղաքականություն, ուրիշ չենք ունեցել։ Եվ ինչ որ իմաստով այն տնտեսական օրակարգը, որը ունի Սամվել Կարապետյանը, նույն պայմանականորեն վստահ եմ արդեն դուք ծանոթ եք այն 5 տնտեսական քայլերին, որոնք արդեն ներկայացվել են։ Ցանկանում ենք Նարեկ Կարապետյանին հրավիրել դրա վերաբերյալ խոսակցության։ Նման առիթել կունենաք, քանի որ Նարեկը Կարապետյան քանիցս ներկայացրել է նշվածը եւ իսկապես դրանք տարբերվող են։ Ինչ իմաստով են նաև տարբերվող։ Ես չեմ ուզում քննարկել դա, որովհետեւ ձեր պրոֆիլը չի, թե չէ սիրով կքննարկեի։ Բայց դրանից մեկ մասին ես իսկապես ուզում եմ անդրադառնալ։ Օրինակ, հարկային բարեփոխումը փոքր բիզնեսի համար 0% հարկը դա նաև մեր մասնագիտական ոլորտին էլ է ի վերջո վերաբերելու։ Այսինքն լոբինգ է կանում, որպեսզի դուրս գաք հարկային դաշտից։ Բացարձակապես։ Իդեպ նախքան հարկային այսպես կոչված բարեփոխումները այն գրասենյակը փաստաբանական, որի հիմնադիրը հանդիսանում եմ ես, նախքան հարկային բարեփոխումը ավելացված արժեքի հարկի ռեժիմով էր հարկվում, հենց մեր նախաձեռնությամբ։ Ես նախքան այդ բարեփոխումը մեր գրասենյակը, որի հիմնադիրը հանդիսանում եմ, իր նախաձեռնությամբ է այն իրականացրել, բայց ոչ միայն փաստաբանական գրասենյակներին, իսկ հաշվապահական ծառայությունների լոբինգ եւս եմ անում, իսկ վարսավիրական ծառայություններ մատուցող ընկերությունների լոբինգ եմ անում։ Լավ չէի ցանկանում սրա մասին խոսել, բայց քանի որ դուք բացեցիք թեման, դուք պատկերացնում եք, դրա կարիքը կա։ Դուք պատկերացնում եք հարկային կուլտուրայի, հարկային կարգապահության տեսանկյունից մի ամբողջ սեգմենտ հարկային դաշտից դուրս է անում նման առաջարկով եւ հետո ոնց է իրենց հարկային դաշտ բերելու։ Դուք պատկերացնում եք, որ 2%-անց 3%-անց, չգիտեմ 4%-անց սեգմենտ տալիս է ամբողջությամբ արտոնյալ կարգավիճակ։ Ինչպես է վերահսկվելու, որ մեծերը չմասնատվեն, դառնան փոքր բիզնեսներ։ Մեծ բիզնեսները կարող են դառնալ ամբողջ պետական բյուջեի 2%-ի կշիռը կազմող բիզնեսի տիրույթ։
Դա ողջամտորեն է նկատի ունեմ մեծերը կարող են մասնատվել։ Այդ աստիճան հնարավոր չի մասնատում։ Իդեպ դրա մասին նաև տնտեսագետներն են նշում։ Այդ աստիճանի մասնատում չկա, բայց կներեք, իսկ դուք հաշվի առնում եք Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը։ Նման բարեփոխում, նման ռեֆորմ որպես թթվածին է անհրաժեշտ։ Այսինքն, երբ մենք տեսնում ենք սոցիալ-տնտեսական վիճակը Հայաստանի Հանրապետության, որ ոչ թե ասենք մարդկանց հարկ մի տվեք, այլ մարդկանց ազատենք հարկային պարտավորությունից այն սեգմենտին, որին դա թթվածին հանդես կգա։ Պետությունը ի վերջո պետք է ծառայի իր հասարակությանը պայմաններ ստեղծելով։ Այդ պայմանը ինչի մասին է։ Ոչ թե նրա մասին, որ պարզապես հարկ չվճարի։ Ես չգիտեմ, արդյոք դուք մասնավոր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու փորձ ունեք, թե ոչ։ Ունեմ։ Հրաշալի։ Վստահաբար կասեք, որ առաջնային նպատակը որն է։ Ընդլայնումը։ Շահույթ հետապնդող գործունեությունը շահույթի ավելացումը։ Ես շատ մասնավոր ձեռներեցներ գիտեմ, որոնք շատ հաճախ գալիս են մինչև այդ 114 միլիոնի շեմը, կամ չեն շարժվում առաջ, կամ մտնում են ստվեր, կամ ստեղծում են եւս մեկ ԱԶ եւ սկսում են աշխատել։ Վստահ եմ, որ դուք եթե այդ աստիճան իրավաբանական անձանց կամ ձեռներեցների ճանաչում եք, կարծում եմ հարկային ծառայությունն էլ կճանաչի։ Բայց այստեղ խնդիրը նրանում է, որ մինչև այդ շեմին հասնելը պետությունը պետք է օգնի իր ձեռներեցներին, հավելյալ արժեք ստեղծողներին։ Այսինքն կարծում եք հարկային կարգապահությունը չի խախտվի Հայաստանում։ Բացարձակապես։ Ինչի վրա է հիմնված ձեր ասում։ Իդեպ ասեմ հենց նաև նրա վրա, որովհետև ի վերջո այսպես կոչված հարկային արտոնության կամ արձակուրդի կոնցեպտները միջազգային փորձում քանից օգտագործվել են։ Նարեկը Կարապետյան միշտ չէ, որ հաջող։ Միշտ չէ, որ հաջող։ Իսկ դա ինչ է նշանակում, որ պետք է դրանից ձեռնպահ մնալ, որովհետև միշտ չէ, որ հաջող։ Նաև լինում է, որ հաջողությամբ է իրականացվում։ Ես իդեպ կարող եմ ասել, որ երբ Նարեկը Կարապետյան ներկայացնում էր այս 5 քայլերի մասին իր պատկերացումները, որոնք հենց Սամվել Կարապետյանի ծրագրից են բխում, տնտեսագետներ էին ներկա դրան։ Եվ տնտեսագետներից ոմանք ինչ որ իմաստով ռիսկը ընդգծելով, բայց դրա որպես այդպիսին չիրագործվող լինելու մասին կարծիք չունեմ։ Սրա մասին հույս ունեմ ավելի խորապես կխոսենք, անհրաժեշտ բարեփոխումներից ավելի խորապես կխոսենք ձեր քաղաքական թիմի տնտեսական բլոկը ներկայացնողների հետ, գուցե նաև ստացվի պարոն Կարապետյանի հետ, որին եւս մեկ անգամ հրավիրում ենք եթերով էթիկայի մասին։ Պարոն Վարդևանյան, ընդհանրապես ես չգիտեմ, կարող է ամբողջությամբ էթիկայի մեջ է ուրեմն այդ գործունեությունը եւ որևէ խնդիր չկա, բայց այնուամենայնիվ պաշտպանյալի հետ ամբողջությամբ ասոցացվելը նաեւ քաղաքական իմաստով, հա, դա էթիկապես ճիշտ է իրավաբանի համար, թե ոչ։ Բայց ինչի եք դուք օգտագործում ասոցացում եզրույթը։ Պայմանականորեն դե քաղաքական թիմ ես մտնում, այդ քաղաքական թիմի հետ ես ասոցացվում, ես այդ եմ ասում։ Քաղաքական թիմ։ Քաղաքական առումով ասոցացվել ես։ Դուք ասացիք անձի հետ ասոցացում։ Քաղաքական իմաստով։ Իսկ իդեպ ասոցացման տեսանկյունից էլ, եթե նույնիսկ ասոցացումն է, կրկին խնդիրը չեմ պատկերացնում։ Ես ասում եմ, գուցե դա ամբողջությամբ էթիկայի շրջանակներում է, ես խնդիր չունեմ։ Էթիկապես ճիշտ է, թե ճիշտ չէ, դա է հարցը։ Եթե դուք ձեր հարցի մեջ կարողանաք նկարագրեք նաև հնարավոր մտահոգությունը կամ ինչու եք պատկերացնում հնարավոր հակասությունը, ավելի մանրամասն կկարողանամ պատասխանել։ Եթե ինքնին փաստաբանական գործունեության տեսանկյունից եք նայում, նման որևէ սահմանափակում առկա չէ, ընդհանրապես։ Չէ, սահմանափակման խնդիր չկա։ Օրինակ մարդիկ Զորօրինակ ուղղակի էս բայ մտքովս անցավ մարդիկ, որ ցանկանան դիմել ձեր փաստաբանական ծառայություններին եւ լինեն հակառակ քաղաքական համոզմունքների, կդիմեն ձեզ թե ոչ։ Կվստահեն ձեզ թե ոչ։ Հետաքրքիր հարց եք տալիս, առնվազն դրա լուծումներից մեկը, որը ես ինձ համար եմ նախանշել, թեև նույնիսկ օրենսդրական նման պահանջ առկա չէ, ես որոշակի ժամանակահատվածով առնվազն փաստաբանական գործունեությունը սկսեցնելու եմ։ Օբյեկտիվ պատճառով, ոչ թե պայմանավորված ձեր մտահոգությունից, չէ, որովհետև լինելու եք падգամավոր։ Անձ ունի իր իրավունքը դիմելու նաև փաստաբանական ծառայության, այդ թվում ելնելով իր նախասիրություններից կամ ոչ։ Պարզապես նման քաղաքական ակտիվ գործունեության շրջանակներում համատեղելը օբյեկտիվորեն դժվար է։ Սահմանադրական արգելքի մասին, դրա մասին ես վերջերս դուք նաև խոսել եք ձեր Facebook-յան եթերում, բայց այնուամենայնիվ այդ արգելքը այս պահին կա, հա, այն որ Սամվել Կարապետյանը
հայտարարվել է որպես վարչապետի տեխնացու, բայց ինքը չի կարող լինել այս պահին այս սահմանադրությամբ վարչապետ, արդեն իսկ հետարքիր է եւ այն քաղաքական հայտը, որ մենք կստանանք այսինքն ուժեղ Հայաստանը կստանա մեծամասնություն, կգանք խորհրդարան, կփոխենք սահմանադրությունը եւ այդ ժամանակ ինքը կարողանա, ինչպես է սա իրականացվելու զուտ տեխնիկայի տեսանկյունից, հա, որովհետեւ ենթադրում եմ փաստաբան եք սահմանադրության գիտակ եք ինձ կբացատրեք Պատգամավորին վարչապետին եւ պատգամավորին ներկայացվում են նույն պահանջները։ Նա պետք է լինի Հայաստանի անմեջ վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մշտապես բնակվի Հայաստանում եւ այլ, հա։ Սամվել Կարապետյանը հայտնի է, որ գոնե այդ պահանջներից մի քանիսին չի համապատասխանում։ Ինչպես է անգամ եթե ձեր ներկայացած քաղաքական ուժը մեծամասնություն ստանա, բայց ինքը падգամավոր չի լինելու, իսկ падգամավորների միջից է ընտրում վարչապետ, հա, ինչպես է ինքը դառնալու վարչապետ։ Խնդրեմ բացատրեք։ Առաջինը, ձեր ձևակերպումը, որը օգտագործեցիք, որ падգամավորների միջից է ընտրվում վարչապետը, նման բան չկա։ Այսինքն ինքը կարող է չլինելով падգամավոր նշանակվել վարչապետ։ Իհարկե։ Հիմա պայմանականորեն 2018 թվականին երբ ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարան կար, վարչապետը այն անձը չէր, նախքան 2018 թվականի ապրիլի մասին եմ խոսում, ով հենց ընտրական ցուցակում զբաղեցրել էր Սարգսյանը չէր ղեկավարում, խոսքը Սերժ Սարգսյանի մասին է։ Նախքան Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Կարեն Կարապետյանը, ով նախընտրական ցուցակում չի եղել։ Սերժ Սարգսյանը եւս չի։ Չէ, դա կիսանախագահական համակարգի պայմաններում էր։ Դա անցումային շրջան էր։ Ես նկատի ունեմ այս սահմանադրությամբ ինչպես է կարգավորվում դա։ Հենց այդ նույն սահմանադրությամբ, հիմա եթե դուք բերեցիք օրինակներից մեկը, ես ձեզ կարող եմ պարզապես հղում տալ սահմանադրական կարգավորումներին, որտեղ նման պահանջ, որ վարչապետը պետք է լինի падգամավոր, ընդհանրապես գոյություն չունի։ Վարչապետ է ընտրվում, եթե խոսում ենք հենց ընտրությունների ավարտի տրամաբանությամբ, ձայների մեծամասնությունը ստացած քաղաքական ուժի կողմից ներկայացված անձը, որին պարզապես նախագահը հրամանագրով նշանակում է որպես վարչապետ։ Այսինքն ուժը եկավ իշխանության, իրականացրեց սահմանադրական փոփոխություն, դրանից հետո ում առաջադրեց վարչապետ եւ ընտրեց պարլամենտը, ինքը դառնում է վարչապետ։ Ըստ էության իրավացի է։ Ուղղակի 148-րդ հոդվածի վերաբերյալ, որի որոշակի մեջբերում դուք կատարեցիք, խնդրում եմ իդեպ հնարավորության դեպքում դրա արդեն իսկապես հասանելի է համացանցում 2018 թվականի մայիս ամսին Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից ընդհանրապես խոսելով տարբեր բարեփոխումների մասին, այդ ժամանակահատվածում խոսում էր նաև որ 148-րդ հոդվածը փոփոխման ենթակա է, քանի որ ունի արհեստական խոչընդոտներ Սփյուռքի մեր հայրենակիցների ներգրավման տեսանկյունից։ Իդեպ նույն Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի շատ են փոխվել Հայաստանում։ Նույն Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի մարտ ամսին կրկին հղում է տվել 148-րդ հոդվածի խնդիրներին եւ խոչընդոտներին եւ խոսել է դրա փոփոխման մասին, բայց ամենակարևորը 148-րդ հոդվածի տեսանկյունից այն կարող է փոփոխվել պարզապես ազգային ժողովի կանոնների երրորդով, որ իրենց ենթադրում են նույնիսկ մեկ խմբակցության որոշում, այսինքն ճանապարհային քարտեզը այդ տեսանկյունից շատ պարզ է եւ իդեպ որոշողն էլ ժողովուրդն է լինելու, որը շատ ճիշտ նկատեցիք, ուժեղ Հայաստանը հենց այդպես էլ ներկայացրել է ճանապարհային քարտեզը որպես լեգիտիմության հավելյալ աստիճան։ Հասկացա։ Նարեկ Կարապետյանը, եթե չեմ սխալվում, երբ ներկայացրեց, որ Սամվել Կարապետյանն է ուժեղ Հայաստան կուսակցության ուրեմն վարչապետի տեխնացուն, ասաց նաև հետևյալը, որ այն պահին, երբ որ արդեն լինի այդ փոփոխությունները, Սամվել Կարապետյանը կհամապատասխանի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Հիմա հարց, Սամվել Կարապետյանը, եթե տեղյակ եք իհարկե, արդեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, թե սպասում է, որ ուժեղ Հայաստանը ունենա սահմանադրական մեծամասնություն կամ բացարձակ մեծամասնություն, այդ 2/3-ը պարլամենտում իրականացնի փոփոխություններ եւ ավանսով չհրաժարվի մյուս անձնագրերից, այլ միանգամից այդ ժամանակ հրաժարվի եւ այդ ժամանակ նշանակվի վարչապետ։ Ես կարծում եմ Նարեկը Կարապետյան բավականին հստակ է ձևակերպել, որ Սամվել Կարապետյանը լինելու է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի համապատասխան։ Բայց հիմա միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Ես մի շատ հետաքրքիր առաջարկ կանեի, որ տեսեք, եթե Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված ակնհայտ ապօրինի խափանման միջոցը, այս պահի դրությամբ տնային կալանքը նախքան այդ 200 օր եղել է կալանքը որպես խափանման միջոց, եթե այն րոպե շուտ վերացվի եւ հնարավորություն լինի օրինակ այդ թվում նման հարցերը
որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները ուղղեն Սամվել Կարապետյանին, կարծում եմ հենց ամենաճիշտ հասցեատերը ինքը։ Նա կարող է հայտարարություններ անել հիմա։ Այս պայդրությամբ որպես այդպիսին խոսքի ազատության սահմանափակում արկա չէ, բայց արկա է հաղորդակցման սահմանափակում։ Շատ լավ, բայց կարող է հայտարարությամբ ասել, ինքը հրաժարվել է մյուս անձնագրերից, թե չի հրաժարվել կամ անձնագրից։ Նշված հարցի վերաբերյալ պատասխանը շատ հենց ամենաարդյունավետ ձևը կլինի, որ հենց Սամվել Կարապետյանը իր խոսքը հարցազրույցի կամ այլ ձևաչափով։ Մյուս անձնագրերից։ Ես կարծում եմ այն պատասխանը, որը տվեցի, առավել քան հետաքրքիր է եւ հստակ է։ Հստակ չի, գուցե հետաքրքիր է, բայց հրաժարվել է թե ոչ։ Կարծում եմ եկեք հետաքրքիրով հենց սահմանափակվենք, որովհետեւ ես առնվազն կարող եմ ասել, որ նման բնույթի հարցը, եթե այն որևէ ձևով շարժման առիթ լինի, թեև կարծում եմ նույնիսկ այս փուլում էլ շարժման առիթ չէ, որովհետեւ եթե պատկերացնենք, որ Սամվել Կարապետյանը դուք ամեն ձև պատասխանեցիք իմ հարցին, բացի ուղիղ պատասխանից, հրաժարվել է թե ոչ։ Ես իդեպ կարծում եմ այն պատասխանը, որը դուք լսել եք Նարեկ Կարապետյանից, դուք ինչ հետևություն եք արել դրանից, որ եթե լինելու է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, դա ինչ է նշանակում։ Դուք դրանից արդյոք ձեր պատասխանը։ Ես չեմ ուզում հետևություններ անել, ես ցանկանում եմ ուղիղ պատասխան լսել։ Մարդ եթե տրամադրված է Հայաստանը ղեկավարել, հիմիկվանից անում է այդ ուղղությամբ քայլեր, այդ թվում հրաժարվելով մյուս քաղաքացիություններից։ Եվ եթե հակառակն է, իսկ ես չեմ ուզում մտածել, որ հակառակն է, այսինքն տեսնեմ, կստանամ քաղաքական մեծամասնություն եւ հետո կհրաժարվեմ, դա արդեն հարցեր է առաջացնում։ Ես կարծում եմ, որ Սամվել Կարապետյանի վարքագծի տեսանկյունից այն ինչը հայ հասարակությունը տեսել է դեռևս 94-95 թվականից, իսկ հայ հասարակությունը նաև ի վերջո իր գնահատականը տվել է Սամվել Կարապետյանի նկատմամբ վերաբերմունքի տեսանկյունից տարիների ընթացքում, ինչ որ իմաստով նաև դիալեկտիկ է այդ կապը, ելնելով նաև հենց Սամվել Կարապետյանի կողմից կատարված գործունեությունից, թույլ է տալիս պնդելու, որ այն նույնիսկ կիսա մտահոգությունները, որոնք ներկայացնում եք, իրականության հետ առնչություն չեն կարող ունենալ, բայց միաժամանակ նաև ասեմ, որ նման տեսակ հարցերը ապօրինի քաղաքական հետապնդման ենթարկվելու պայմաններում, որն էլ պայմանավորված է բացառապես վախերով, բայց որին այդ վախերին էլ մշտապես եղել է հայ մարդուն արժանապատվորեն բնորոշ, այսպես ասած, ուժեղ հայ մարդուն բնորոշ վարքագծի արձագանքը, թող այդ ապօրինի հետապնդումը ավարտվի կամ գոնե խափամա միջոցը վերացվի, այդ հարցը կտակ Սամվել Կարապետյանն էլ վստահ պատասխանը կունենա դրան։ Թող լինի, Պարոն Վարդևանյան, միանշանակ։ Ես շատ մեծ ցանկություն ունեմ իր հետ էլ անել հարցազրույց, իսկապես թե այս ստուդիայում, թե իրեն համար հարմար վայրում միանշանակ։ Ես ուղղակի հարցնում եմ, շատ պարզ հարց է, մարդը հրաժարվել է իր քաղաքացիություններից մյուս, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, թե ոչ։ Ես կարծում եմ նշված պարզ հարցի վերաբերյալ ավելի պարզ պատասխան քան այն։ Այսինքն կարող եք ուղղակի ասել, որ չգիտեմ, դա իր անձնական խնդիրն է, ես որևէ խնդիր չունեմ։ Շատ լավ, ես կարծում եմ ձեր հարցին պատասխան։ Շատ լավ, անցանք առաջ։ Լավ, պարոն Վարդևանյան, կարծում եմ ընդունում եք, որ անձնական որևէ բան չկա, ուղղակի մենք հարցազրույց ենք անում թեմայի շուրջ։ Որպես իրավաբան, այնուամենայնիվ, որ օրենքների հետ գործ ունեք, սահմանադրությունն է ամենակարևոր եւ գլխավոր օրենքը, հա, հաշտեք այն մտքի հետ, որ պետք է սահմանադրությունը հարմարեցվի մի իրավիճակի, որ թեկուզ Հայաստանի համար շատ բան արած մարդը, շատ մեծ ավանդ ունեցող մարդը, որ ունի այս բանը ներկայացրել է նաև քաղաքական հայտ, ինքը գա իշխանության։ Ես նույնիսկ կարող եմ ասել, որ ունեմ համոզմունք, որ հենց այդ մարդը այն է Սամվել Կարապետյանը գալու է իշխանության։ Չէ, նկատում եմ հաշտեք այդ մտքի հետ, որ սահմանադրությունը պետք է փոխել, որ թեկուզ Հայաստանի Հանրապետության համար էլի եմ ասում, շատ բան արած մարդը գա իշխանության։ Իմ հաշտ կամ ոչ հաշտ, այսինքն համերաշխ կամ ոչ համերաշխ լինելու տեսանկյունից խնդիր չկա։ Հենց այդ համերաշխության տեսանկյունից ներկայացվել է այն տրամաբանությունը, որ ժողովուրդը պետք է այն որոշի։ Փաստացի իր քվեներով, որովհետև պատական չէ, որ հենց սահմանադրությունը, որը այս պահին գործող է, որը մայր օրենքն է, հենց ինքը սահմանադրությունը նախատեսել է, որ այդ հոդվածը կարող է փոփոխվել պարզապես ազգային ժողովի որոշմամբ, նույնիսկ մի քանի ժամվա ընթացքում։ Չէ, ես ձեր վերաբերմունքն եմ, որպես իրավաբանի ներկայացնում։ Իհարկե, եթե իմ վերաբերմունքն եք հարցնում, 148-րդ հոդվածը պետք է շատ ավելի շուտ փոխվեր, որովհետև նույն հաջողությամբ արդյոք մենք պատկերացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ լինի թեկուզ չափազանց տաղանդավոր, բայց 25 տարին լրացած անձ։ Այս պահին գործող կարգավորումների տեսանկյունից 25 տարին լրացած անձը կարող է լինել Հայաստանի Հանրապետության։ Տարիքային շեմը կարծում եք, որ պետք է բարձրանա։ Վարչապետի դեպքում բնականաբար։
Օրինակ դա պահանջներից մեկը պետք է լիներ, թվարկողներից մեկը, որովհետև կառավարության անդամի գործունեությունը տեխնիկապես կամ բովանդակային, ձևական, թե նյութական իմաստով չի կարող նույնացվել ազգային ժողովի падգամավորի գործունեության հետ, որ ազգային ժողովի падգամավորին ներկայացվող պահանջները, այսպես ասած, մեխանիկորեն տեղափոխվեն կառավարության անդամին ներկայացվող պահանջների վրա։ Համերաշխեմ միանշանակ պետք է փոփոխվի, կփոփոխվի եւ Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ուղիղ եւ շիտակ։ Դա է ուզում որ պատասխանեք նաև քաղաքացիության վերաբերյալ Ես դրա վերաբերյալ եմ նույն ծև շիտակ պատասխանել, հատկապես դուք ուրիշ պատասխան եք որոնում։ Թող դիտողները որոշեն։ Դուք ուղիղ պատասխանել թե ոչ։ Շատ լավ, տեսեք, շատ է խոսում Հայաստանում Մոլդովայի ինչ որ սցենարների կիրառման մասին, հա, այնտեղ եղան ընտրություններից առաջ տարբեր իրավիճակներ, իրավական, իրավաքաղաքական կուսակցություններ հակասահմանադրական հրճակվեցին, եթե չեմ սխալվում, կուսակցություններ փակվեցին ընդդիմադիր եւ այլ պրոռուսական։ Հիմա օրինակ երբ մտածում եք դրա մասին եւ կան այդ խոսույթները քաղաքական դաշտում, դիտարկում եք հնարավորություն, որ օրինակ խոսքի ուժեղ Հայաստան կուսակցությունը թույլ չտան որ գրանցվի, կամ ինչ որ բայից ընտրապայքարից հանեն, կամ թույլ չտան մտնի ընտրապայքարի մեջ, ինչպես եք պայքարելու այդ հնարավոր խոչընդոտների դեմ։ Նման հնարավոր խոչընդոտներ կանխատեսում եմ թե ոչ, Հայաստանի Հանրապետությունում ի վերջո դա փաստ է, մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանության նախադասության համար, կոնկրետ անձ 200 օր, այն է Սամվել Կարապետյանը եղել է Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում։ Այս դեպքից հետո արդյոք որևէ այլ բնույթի ապօրինություններ պետք է բացառել պետք չէ։ Այլ հարց, արդյոք իրավական տեսանկյունից նման հնարավորություն տեսնում եմ այդպիսի խոչընդոտների, ոչ չեմ տեսնում, որովհետև իրավական գործընթացների դեպքում նման հնարավորություն ընդհանրապես առկա չէ։ Եթե պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում հերթական նման մասշտաբային ապօրինություն, այն էլ հիմա ընտրական գործընթացի տեսանկյունից, որը նման դեպք ես չեմ հիշում նախկինում, գրանցված լինի։ Այսինքն կարծում եք, այսինքն նման ռիսկային գործողություններ չեն լինի։ Մասնակցության սահմանափակում, երբ Հայաստանի Հանրապետությունում ըստ միջազգային կառույցների ժողովրդավարության աստիճանը այդքան էլ բարձր չէր, ինչ այսօր է, դե ըստ որոշ վարկանիշային տվյալների, ապա չի կարող լինել, չէ՞, այդ տեսանկյունից նահանջ կամ հետընթաց։ Հետևաբար կարծում եմ, որ եթե պետք է իրավունքը նվազագույն կերպով գերակայի, այդպիսի որևէ խնդիր չպետք է լինի։ Եթե լինի, դրա վերաբերյալ իհարկե կոնկրետ գործողություններ կիրականացվեն։ Այսինքն այնուամենայնիվ պլան B, պլան C, պլան D ունեք, այսպես ասած, եթե հանկարծ ինչ որ կարելի է այդպես ասել, բայց բոլոր դեպքերում այստեղ ես միգուցե շատ ռոմանտիկ հնչի ասածս կամ շատ այսպես ասած օրինականության կանխավարկածի հույսով կհնչի, ես այդ հույսով էլ նայում եմ, որ նման խոչընդոտներ, նման տեսակի, այն որ իրավախախտումներ, ոչ իրավաչափ վարքագծեր տեսնելու ենք, վարչական ռեսուրսի նաև չարաշահման տեսանկյունից, եթե ի վերջո մենք խոսում ենք անհասկանալի առնվազն պատարակների մասնակցության դեպքերի մասին, որտեղ մարդկանց հարկադիր կերպով մասնակից են դարձնում այդ ամենին, դրա վերաբերյալ ՍԼՄ նյութեր կան, ընտրական գործընթացը շատ ավելի այդ առումով ռիսկային գործոններ կարող է պարունակել, բայց ոչ ձեր հարցադրման տեսանկյունից հույսս է առնվազն այդպիսին։ Շատ լավ։ Տեսեք, հիմա Հայաստանի Հանրապետությունը երկու հարց արտաքին քաղաքական դաշտից ավարտենք։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը կարծես փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, անվտանգային քաղաքականությունը, մենք տեսնում ենք սպառազինություններ, թեկուզ փոքր մասշտաբների, բայց գնումներ Ամերիկայից, մեծ մասշտաբի գնումներ Ֆրանսիայից, ուրեմն Հնդկաստանից եւ նաեւ արտաքին քաղաքական կապերի ընդլայնում եւ ամրապնդում այդ ուղղություններով դուք որ գաք իշխանություն, նախ դուք ինչպես եք վերաբերում արտաքին քաղաքական կապերի դիվերսիֆիկացիային եւ եթե գաք իշխանության, քանի որ ունեք նաեւ պրոռուսական ուժի այսպես իմիջ, հա, եթե գաք իշխանության, չեղարկելու եք Ֆրանսիայի հետ, ԱՄՆ-ի հետ ռազմավարական այս պայմանավորվածությունները հանուն Ռուսաստանի հետ կապերի վերականգնման եւ ամրապնդման։ Այդ պրոռուսական ուժի ենթադրյալ կարծիքը
ինչից պետք է բխի, այսպես փորձեմ ինքս ինձ այդ հարցը տալ։ Որ Սամվել Կարապետյանը տնտեսական գործունեություն է իրականացնում Ռուսաստանի Դաշնությունում, Սամվել Կարապետյանը տնտեսական գործունեություն իրականացնում է նաև Կիպրոսում, իրականացնում է Հունաստանում, իրականացնում է Ֆրանսիայում, իրականացնում է Էմիրություններում։ Բայց եկեք անկեղծորեն խոսենք, որ նրա շահերի կենտրոնը Ռուսաստանն է, տնտեսական։ Եթե իդեպ անկեղծ ենք խոսում Սամվել Կարապետյանի շահերի տնտեսական շահերի կենտրոնը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը ըստ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի գնահատման։ Իսկ նրա ակտիվների մեծ մասը որտեղ է։ Ակտիվների մեծ մասը կրկին որոշակի դիվերսիֆիկացման մեջ պետք է լինի, եթե նույնիսկ նժարը դուք դիտարկում եք։ Ես ինքս այդպիսի տվյալ չունեմ, որ Ռուսաստանի Դաշնությունում է, ես կարծում եմ Սամվել Կարապետյանը իր գործունեության տեսանկյունից ցույց է տվել, որ իրապես իր շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունն է։ Շատ լավ, ինչպես է վերաբերում դիվերսիֆիկացիային արտաքին քաղաքական։ Եթե դիտարկում ենք Սամվել Կարապետյանի նաև անցած ճանապարհի տեսանկյունից, ես քանի որ հենց հարցազրույցի սկզբում էլ քանիցս նշում էի Սամվել Կարապետյանի մշտապես Հայաստանի Հանրապետության հետ ուղիղ կապը։ Այսինքն երբևէ դրա կասկածի տակ չեմ դնում, պարոն Վարդանյան, դրա համար։ Ինչպես եւ տեսակ հարցազրույցի ընթացքում դրա մասին խոսք չեմ ասել։ Տնտեսական գործունեությունը Սամվել Կարապետյանի վերցնում են ելակետ, այդպես ասած պրոռուսական ուժի կանխավարկած զարգացնելու համար, տնտեսական գործունեության տեսանկյունից այդ ամենը հերկվում է միայն թվարկածս օրինակներով։ Սամվել Կարապետյանը հանդիսանում է իր ուժի տեսանկյունից բացառապես հայկական շահին միտված ուժի առաջնորդ եւ դիվերսիֆիկացիայի տեսանկյունից էլ արտաքին քաղաքականությունը բացառապես խրախուսելի է։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պետք է ծառայի Հայաստանի Հանրապետության շահերին։ Այլ հարց, որ ինչպես իր ուղերձում հենց նաև ներկայացված էր Սամվել Կարապետյանի, այն չպետք է լինի անհասկանալի խարդավանքների միջոցով։ Այսինքն այն չպետք է լինի ինչ որ իմաստով Հայաստանի Հանրապետության շահերին վնասող, որը որ Հայաստանի Հանրապետության շահի տեսանկյունից լավագույնն է, դա էլ պետք է իրացվի, բայց ընդհանուր առմամբ, եթե ուսումնասիրում ենք չափով փոքր երկրների արտաքին քաղաքականության լավագույն մոդելները, ապա իհարկե դիվերսիֆիկացիան ամենաարդյունավետ մոտեցումն է։ Թրիփը Թրամփի ուղին, հենց օրինակներն էլ կան դրա։ Թրիփը Թրամփի ուղին, որը կարծես միս ու այրուն է ստանում հիմա արդեն, որ գաք իշխանության շարունակելու եք այս ձևով ու այս տեսքով։ Գիտեք, ամենակարևոր պատասխաններից մեկը դա նա է, որ զրոյական կետից ուժեղ Հայաստան կուսակցությունը երբեք խոստում չի տվել, որ պետք է սկսի որևէ մի հարց։ Պետք է շարունակի կոնկրետ այն ժառանգությունից, որը ստանձնելու է։ Տրիպի տեսանկյունից արդյոք կան խնդիրներ, թե ոչ։ Ես առնվազն վերջերս նաև իշխանական ներկայացուցիչներից եմ լսում, գործող իշխանության։ Այսինքն այն իշխանության ներկայացուցիչների, որոնք փաստացի բացառապես թույլ խաղաղության օրակարգով են գնում, որը կարծում եմ անվիճելի է, իրենք էլ մտահոգություններ ունեն։ Հիմա առաջին հարցերից մեկը, որը պետք է իրականացվի, ի վերջո ո՞րն է ամբողջական փաթեթը այս ծրագրի։ Այն որտեղ է սկսվում եւ ավարտվում եւ ինչ դրա ենթաօրենսդրական, այսպես ձևակերպեմ, կարգավորումներ կան։ Իշխանության ո՞ր ներկայացուցիչն է մտահոգություն հայտնել։ Ես հենց այս վերջերս կարծես ազգային ժողովի ճեպազրույցի ընթացքում նկատեցի, որ առնվազն որոշակի տարընկալումներ կան։ Էլ չասեմ։ Չգիտեմ ինչի մասն է, տեղյակ չեմ։ Էլ չասեմ ի վերջո Թրիպի ծրագիրը որքանով որ հասկանում եմ խաղաղության օրակարգից բխող գործողություն։ Այո։ Ճիշտ եմ, չէ՞ արձանագրում։ Խաղաղության օրակարգի տեսանկյունից երկու կողմերի միջև է իրավահարաբերությունը, տվյալ դեպքում Հայաստանի եւ Ադրբեջանի։ Հիմա ստացվում է Ադրբեջանից հնչող գնահատականը կրկին վերաբերում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության հերթական պարտադրանքին, որն էլ պայմանավորում են խաղաղության օրակարգով։ Հիմա արդյոք սա խոչընդոտներից մեկը չէ։ Նույն Տրիպի։ Այլ հարց, արդյոք այն կարող է լինել իսկապես արդյունավետ գործիքակազմ, կարող է, բայց արդյոք այն այդպիսինն է հիմա բանակցված, այն դիրքերից, որով որ բանակցվել է, արդյոք կարող է այն կատարելագործվել, թե ոչ։ Սրանք հարցեր են, որոնց վերաբերյալ պատասխանը բացառապես ամբողջական տեղեկատվության պայմաններում է հնարավոր ապահովել։ Իդեպ ամենապարզ վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, այսինքն այն տեղեկատվությունը ինչ կա, դա հրապարակված է, շրջանակը կա, պայմանավորվածությունների մասին խոսակցությունների տեսակ զգայուն հարցերը
բացառապես լինում են այն շրջանակում, որը որ հրապարակային։ Ես հիմա հարցը տալիս եմ բացառապես այդ շրջանակում։ Այդ շրջանակի հետ կապված որևէ խնդիրներ տեսնում եք թե ոչ, եթե չեք տեսնում ամբողջությամբ այդ գծված շրջանակով իրականացնելու եք թե ոչ։ Ես եթե ամբողջ շրջանակը պայմանականորեն ինձ եք հարցնում, ենթադրենք տալիս եք մի օրենքի նախագիծ ինձ։ Այդ օրենքի նախագիծը իրականում օրենսդրական փաթեթ է։ Եթե ինձ տալիս եք միայն մեկ օրենքի նախագիծը, այնինչը որը տեսնում եմ այս պահի դրությամբ, որպես այդպիսին մեկ, այսպես ասած, վիճահարույց կետ ունի, որը կարելի էր օրինակ շատ ավելի լավ բանակցել, որ ենթադրենք թրիպի երաշխիքները լինեին հայելային իսկապես։ Այսինքն, եթե պայմանականորեն թրիպ մի կառուցվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, համանման թրիպ կառուցվեր նաև Ադրբեջանի տարածքում։ Օրինակ, սա կարելի էր բանակցել, որտեղ որքանով այն փաստաթուղթը, որը հրապարակային է, Ադրբեջանի պարտականությունը բարի խոստումն է, որը բարի խոստումներ կարող են եւ իրականություն դառնալ։ Պետք չի ծայրահեղականացնել, հա, բայց կիրառական միս ու արյուն որպես այդպեսին չունի։ Զուտ փաստաթղթային հռչակագրային բնույթի է։ Իսկ Հայաստանի Հանրապետության դեպքում շատ ավելի միս ու արյունով եւ կիրառական է։ Կարող էր դա լինել հայ։ Դրա համար եմ ասում, այս միս ու արյունով եւ կիրառական ձևով իրականացնելու եք թե ոչ։ Կրկին եմ ասում, այն չի կարող զրոյական կետից սկսել։ Այն պետք է շարունակությունը իր ունենա այն փուլից, որը որ կա, բայց դուք հարց եք տալիս մի բանի մասին, որի ամբողջական պատասխանը դուք եք։ Ձեր քաղաքական թիմի լիդերներից մեկը Նարեկ Կարապետյանը ասում է հետեւյալը, որ իրենք տեսնում են հնարավորություն կամ ցանկանում են այնտեղ ներգրավել, եթե չեմ սխալվում, Հմեկին տված հարցազրույցում Չինաստանի ներգրավվածությունը այնտեղ տեսնեն, Ռուսաստանի ներգրավվածությունը այնտեղ տեսնեն։ Ես սա ուղղակի չեմ պատկերացնում ինչպես դա պետք է տեղի ունենա, որովհետև TRIP այնուամենայնիվ բաց բաժնետիրական ընկերություն չէ, չգիտեմ, ինչ որ կլոր սեղան չէ եւ այլը։ Ինչպես պետք է, այսինքն ձեր մեջ քննարկել եք դա, ինչպես եք տեսնում դրա պրակտիկ իրագործումը Չինաստանի եւ Ռուսաստանի ներգրավվածությունը այնտեղ։ Գիտեք, օրինակ դուք ասացիք, որ այն բաց բաժնետիրական ընկերություն չէ։ Հա, դուք օրինակ այդպիսի գնահատական տվեցիք, բայց մենք նույնիսկ չգիտենք, թե կազմակերպա իրավական ձևով այն իրավաբանական անձը, որը այնտեղ իր գործունեությունը իրականացնելու, այդպիսին ՍՊ-ը լինելու թե ՓԲ-ը։ Հիմա իրականում տեսեք, ախր ինչ որ իմաստով, եթե օրինակ այն հենց իսկապես լինում է նման տեսակ իրավաբանական ձևով, դրա հնարավորությունները այլ են։ Եթե լինում է ընդհանրապես մի քիչ այլ ֆորմատի, այսինքն երաշխավորության, այլ ոչ թե վկայության կոնտեքստում, այնտեղ հնարավորությունները այլ են լինում։ Իմ կարծիքով մի բանն է հստակ։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պետք է բխի իսկապես ուժեղ առաջնորդությունից եւ արդյունավետ, իսկապես արդյունավետ բանակցություններից։ Արդյոք այն հնարավոր է։ Ձեզ կարող է թվալ, որ այն ուտոպիստական է հնչում։ Մարդ որ գալիս է եւ ասում է ես ուժեղ եմ, պինդ դիրքերից եմ իհայտ հանդես գալիս։ Դուք այդպես եք դա պատկերացնում։ Չէ՞ որ ասում եք ուժեղ առաջնորդություն, ինչ եք, ինչ եք նկատի ունեք։ Օրինակ դուք պատկերացնում եք Նիկոլ Փաշինյանը կարող է հանդես գալ ուժեղ առաջնորդության դիրքերից։ Կարող է, բայց դա հետևանքներ կարող են ունենալ։ Չէ, չի կարող։ Չէ, Նիկոլ Փաշինյանը կարող է կոշտ հայտարարություններ անել, բայց դա հետևանքներ կարող են ունենալ։ Այստեղ խնդիրը ուրիշ բանում է։ Երբ մենք ունենում ենք այն վերջին տարիների իրավիճակը, որը տեսնում ենք, թե ինչ քաղաքականություն է վարվում, որ Հայաստանի Հանրապետության սահմանների ներսում այդ ձեր նկարագրած ուժեղ քաղաքականությունն է, հա, իրականացվում, երբ որ քաղաքական հետապնդումները այդ աստիճանի են հասնում։ Մենք արտաքին քաղաքականության մասին ենք խոսում։ Չէ, հենց դա իհարկե ի վերջո ներքին քաղաքականությունը արտաքին քաղաքականության հայելիներից մեկն է։ Մեկը մյուսին փոխ լրացնողն է։ Արտաքին քաղաքականությունը ծառայում է ինչին ի վերջո։ Հայաստանի Հանրապետության ներքին շահին, չէ, ոչ թե մեկ այլ երկրի շահին։ Այդպես չէ պետք է լինի։ Եվ ուժեղ առաջնորդությունը ինչու՞մն է։ Պատասխանատվություն ստանձնելու եւ լավագույնը ծառայեցնելու քո հանրությանը, քո հասարակությանը։ Ես կարծում եմ առնվազն վերջին 5 տարիների ընթացքում մեր հայրենակիցների մեծ մասը հստակ արձանագրել է, որ այս իշխանությունները լավագույնը չեն անում հայ հասարակության համար։ Հայաստանը, տեսեք, ֆունդամենտալներից չեն կարող փախչել։ Հայաստանը 27-28 միլիարդ հնայով 3 միլիոն բնակչությամբ 29800 քառակուսի կիլոմետր տարածքով 7-9 միլիարդ բյուջեով պետություն է։ Ադրբեջանը առնվազն դրանից 3 անգամ բարձր է բոլոր ցուցանիշներով։ Երբ որ ասում եք ուժեղ առաջնորդություն, հա, ուժեղ առաջնորդը այստեղ ինչ է փոխելու։ Ուժեղ առաջնորդությունը առաջին իրենից ենթադրում է շատ պարզ ասեմ։ Հասարակության բարեկեցության
Գործազրկության ցուցանիշների վերանայում, որովհետև հասարակությունը ուժեղ առաջնորդության դեպքում պետք է լինի բարեկեցիկ։ Երբ դուք խոսում եք հնայի ցուցանիշներից, խոսում եք բյուջեից եւ ազգաբնակչությունից, սոցիալական ասպեկտից եք խոսում։ Ես նկատում եմ, մենք սա հակադրվում է Ադրբեջանի հետ։ Իհարկե, բայց դրա համար ինչ պետք է անի։ Պետք է հասարակության բարեկեցությունը ապահովի եւ արտաքին հարաբերություններում որպես ելակետը դիտարկի Հայաստանի Հանրապետության լավագույն շահը։ Հայաստանի Հանրապետության այդ դեպքում, օրինակ, ինչ եք կարծում, Հայաստանի Հանրապետության լավագույն շահ կարող է լինել պարտադրված սահմանադրության փոփոխություն։ Օրինակ, դա կարող է լինել Հայաստանի Հանրապետության լավագույն շահ, ենթադրենք։ Բայց եթե դրա այլընտրանքը կարող է լինել նոր էսկալացիան, ուժեղ առաջնորդը դրան գնալու է թե ոչ։ Եթե դրա այլընտրանքը պայմանականորեն, եթե այդ բանավեճով ենք նայում, որ եթե այսինքն ձեր ասածը ավելի կենցաղային մարդկային վերջին 3 տարում դա տեսել ենք։ Ստացվում է ինչ, էսկալացիաներ։ Այսինքն դրա համար պետք է մշտապես զիջել։ Ես չգիտեմ, դուք ասեք։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ զիջել եւ զիջելը չէ լուծումը։ Չի կարող լինել, որովհետեւ այդպիսի բանաձև չկա աշխարհում։ Դրա համար իդեպ արտաքին հարաբերություններ պետք չեն։ Օրինակ արտաքին գործերի նախարարությունը ինչին է պետք, եթե բանաձևը զիջել եւ զիջելն է։ Այլ հարց, իսկ ինչպես պետք է կառուցես արտաքին քաղաքականությունը նաև զսպումների տեսանկյունից։ Այդ ինչպես է ստացվում, որ որևէ զսպում այդ նույն էսկալացիաներին չեն ստանում։ Պարոն Վարդանյան, ձեր նախորդ քաղաքական ուժը, որ դուք ներկայացնում եք, եւ այս քաղաքական ուժը նաև քաղաքական ուժի ներկայացուցիչները ընդդիմությունը առհասարակ այս իշխանությանը միշտ քննադատել է նախկինում նրա համար, որ բավարար ճկունություն չի ցուցաբերել եւ չգիտեմ թեկուզ ինչ որ առումով էլ զիջողականություն չի ցուցաբերել եւ գնացել է խնդիր երկիրը տարել է էսկալացիաների կամ պատերազմի, խոսքը 2020 թվականի պատերազմի մասին է։ Հիմա այս թույլ իրավիճակում դուք ասում եք հակառակը պետք չէ զիջել, պետք է կոշտ դիրքերից հանդես գալ եւ պետք է հետապնդել Հայաստանի լավագույն շահը։ Այս թույլ իրավիճակում Հայաստանը կարող է դա անել առանց էգզիստենցիալ ռիսկերի։ Առաջինը պետք է ոչ թե լինել թույլ իրավիճակում, որովհետև թույլ իրավիճակից դուրս գալու ելքը դա առաջնորդությունն է։ Այսինքն առաջնորդության գործառույթը առաջնային որը պետք է լինի, որ թողի թույլ մնա։ Այսինքն 2020 թվականի նոյեմբերից շարունակ մենք պետք է լինենք թույլ դիրքերում։ Արդյոք հնարավոր է սա փոխել։ Համոզված եմ այո։ Արդյոք հնարավոր է որ Սամվել Կարապետյանը հենց նշված փոփոխությունները անի։ Վստահաբար այո։ Արդյոք ունի դրա համար անհրաժեշտ հմտությունները եւ կապերը, այդ թվում միջազգային կապերը։ Վստահաբար այո։ Արդյոք մենք պետք է ի վերջո հաշվի առնենք, որ իսկապես նույնիսկ պարտությունից հետո հնարավոր է նաեւ ուժեղ դիրքերից հանդես գալ, բայց ոչ թե սպառնալիքի տեսանկյունից, ոչ, այլ իսկապես ուժեղ դիվանագիտական հարաբերություններ կառուցելով, որովհետև մի բան հաշվի առեք։ Ես վստահ եմ դուք եք նույն կարծիքին։ Ես իդեպ համոզված եմ մեր հանրության մեծամասնությունն է այդ կարծիքին։ Խաղաղություն ամեն ինչ զիջելով եւ փաստացի հանձնվելով չի լինում։ Այդժանակ խաղաղություն չի գալիս։ Ես ճիշտ եմ հասկանում այդ պարագայում, որ բանակցած այն փաստաթուղթը, որը նախաստորագրվել է խաղաղության պայմանագիրը, ես նկատում եմ տեքստը, խաղաղության պայմանագրի նախագիծը, տեքստը, Սամվել Կարապետյանը, որ եկավ իշխանության, չի ստորագրվելու դա։ Ես որքան որ հասկացա այն ձևակերպումը, որ օգտագործեցիք, նախաստորագրվել է։ Ես ներկայացրեցի, որ ուժեղ Հայաստանի մոտեցումը այն է, որ զրոյական կետից ոչինչ չի սկսվելու, այսինքն չի լինելու այնպես, որ օրինակ 2018 թվականին այն ամբողջ բանակցային փաթեթը լավ կամ վատ, վստահ եմ նաև բազմաթիվ թերություններով հանդերձ, պարզապես ճղվեց եւ դրվեց մի կողմ, որովհետեւ հայտարարությունը կար, չէ՞, որ ոչ թե դա շարունակվելու է, այլ սկսվելու է սեփական զրոյական կետից։ Ես նկատում եմ այս տարբերակով ստորագրվելու է թե ոչ պայմաններում, որը որ ստանձնվելու է, իսկ շարունակվելու է թե ոչի տեսանկյունից։ Հիմա կներեք։ Ստորագրվելու է թե ոչ։ Ես նկատում եմ այս տեսքով նախաստորագրված տարբերակով մենք հասկանում ենք, որ նախնական պայմանագիր է առկա, որով պարտավորություններ ստանձնվել են, բայց հիմնական պայմանագիրը դեռևս առկա չէ նույնիսկ։
Դուք տեքստը տեսել եք հիմնական պայմանագրի խաղաղության։ Նախաստորագրված պայմանագրի նախաստորագրվածը իրենից չի պարտադրում, որ այն նույնությամբ պետք է լինի որպես հիմնական պայմանագիր։ Ես չգիտեմ, բայց այնուամենայնիվ դա է, որը կողմերը կամ պետք է ստորագրեն, կամ պետք է չստորագրեն։ Նույն հաջողությամբ ստացվում է բանակցությունների հնարավորություն դեռևս առկա է։ Ես նույնիսկ տեսնում եմ, որ էլի խոսում են, չէ՞, բանակցություններից։ Այսինքն կարծում եք, որ դա դեռ հնարավոր է փոխել։ Ոչ թե, գիտեք, այսպես ձևակերպեմ, քանի որ ամբողջական տեղեկատվությունը դրա, ամբողջական փաթեթը դրա, որևէ մեկին հասու չէ բացառությամբ իշխանության ներկայացուցիչների, իսկ իշխանության ներկայացուցիչները մենք առնվազն նկատել ենք, որ վերջին շրջանում լինում է, որ մեղմ ասած կիսատ ճշմարտություններ ներկայացնեն։ Նույնիսկ մենք փաստեր ունենք, որ հանրությանը ուղիղ մի բան ասել են, առել են։ Չէ, տեսեք, մենք ունենք նախաստորագրված փաստաթուղթ։ Նախաստորագրված փաստաթուղթը որպես ժառանգություն չես կարող ճղել։ Նախաստորագրված նշանակում է, որ ես որքան գիտեմ դիվանագիտական պրակտիկա։ Արդեն ինքը ստորագրված է։ Ես որքան գիտեմ դիվանագիտական պրակտիկայից, նախաստորագրված նշանակում է, որ դրանում այդ տեսքով որևէ փոփոխություն այլևս կողմերը պայմանավորվում են չանել մինչև ստորագրելը։ Հիմա դուք վաղ իշխանության եք։ Ալիևը գալիս ասում է, ես պատրաստ եմ սա ստորագրել։ Դուք ստորագրում եք թե ոչ։ Իդեպ նման հայտարարություն կա, որ ինքը պատրաստ է ստորագրել։ Ես ասում եմ հիպոթետիկ իրավիճակ, պատրաստ է ստորագրել, դուք ստորագրում եք թե ոչ։ Ես մի բան կարող եմ հստակ ասել։ Մինչև ամբողջական տվյալներին հասանելիություն չես ունենում, ինչպես կարելի է այդքան տվյալ ասելով ինչի նկատի ունեք։ Հիմա ենթադրենք այդ նախաստորագրվածից զատ հնարավոր տվյալները, որոնք նույն օրինակ հիմնական փաստաթղթինն են, որտեղ չի կարող լինել նախնական պայմանագիրը, ես է իրավական տրամաբանությամբ եմ ասում։ Նախաստորագրվածից զատ կա հիմնական պայմանագիր, որը տարբերվում է նախաստորագրվածից։ Նախաստորագրումը ենթադրում եմ։ Ես իդեպ նախաստորագրված այլ փաստաթղթի օրինակ, եթե դուք գիտեք, արտաքին հարաբերություններում եկեք միասին քննարկենք։ Պրոտոկոլները հայ-թուրքական, որոնք նախաստորագրվեցին Ցյուրիխում եւ հետո չստորագրվեցին։ Իդեպ դրանք ռուսերենով կոչվում է պարաֆիրովանիե։ Եթե չեմ սխալվում, նույն պրոտոկոլային այդ համաձայնությունները իրենց ձևով եւ բովանդակությամբ լրիվ ուրիշ փաստաթուղթ են, քան խաղաղության պայմանագիրը։ Դուք ասում եք կա, ասում եմ կա։ Չէ, նույնությամբ չկա։ Դուք լրիվ այլ օրինակ բերեցիք։ Սա հայ-ադրբեջանական հարաբերություններն են, բարձր որ նույնությամբ չեն լինի։ Այն նախաստորագրումը, որի մասին ես առնվազն տեսել եմ եւ որը ես ինքս փորձել եմ վերլուծել, իրենից ենթադրում է նախնական պայմանագիր, որին հաջորդում է հիմնական պայմանագրի ստորագրումը։ Այո։ Հենց դրա համար է, բայց նույն տեքստն է։ Ես անկեղծորեն չգիտեմ դրա պատասխանը։ Չի փոխվում ոչ մի բան, դուք ստորագրում եք թե ոչ։ Իսկ մի հատ բան հարցնեմ ձեզ։ Արդյոք դուք պատկերացնում եք, որ օրինակ բանակցությունները եւ արտաքին հարաբերությունները պարզապես այսպես մի հատ տեքստ են եւ իրենից որևէ այլ բանակցության, խոսակցության, տվյալի արկայություն չեն ներկայացնում։ Այլ դրա շուրջ բանակցություններ լինեն, որովհետեւ այնտեղ կա դելիմիտացիայի խնդիր, դեմարկացիայի խնդիր, ապա շրջափակում, դրանք այդ տեքստից դուրս են։ Դուք տեսակ ինքներդ արձանագրեցիք, որ դրա հետ զուգահեռ այդքան հարակից հարցեր կան։ Ես կարող եմ մի բանը հստակ ասել։ Արդյոք պետք է սկսել զրոյական կետից։ Տեսել ենք, որ դա կործանարար է։ Դրա համար զրոյական կետից չեն սկսում։ Արդյոք պետք է խաղաղություն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Անհրաժեշտ է։ Խաղաղություն իսկապես պետք է, բայց իրական եւ ուժեղ խաղաղություն է պետք։ Ամուր խաղաղություն է պետք, այլ ոչ թե միակողմանի թույլ խաղաղություն, որը խաղաղության մասին չէ։ Ես գիտեմ դա հաստատապես մեր հանրության հիմնական ակնկալիքն է, բայց արդյոք դրա համար չպետք է այն ուժեղ խաղաղությունը որն է։ Ուժեղ խաղաղությունը իրական խաղաղությունն է։ Որն է դա։ Որը երկկողմանի է, ոչ թե միակողմանի պարտադրանք է։ Երկկողմանի է իրապես։ Ոչ թե պարտադրում, հենց պարտադրանք չի լինում։ Իդեպ խաղաղությունը կարող ենք արձանագրել, որ հենց պարտադրանքի բացակայությունն է։ Ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը այդ հայկական խաղի շահերի դաշտում չեն խաղում, որ չգիտեմ, կա պարտադրեն կամ չպարտադրեն։ Իրենց աշխարհակաղակական կշիռը, հնարավորությունները եւ այլն բարձ է բարձր է Հայաստանի նկատմամբ, ուժեղ են եւ այդ դիրքից են Հայաստանի հետ խոսում։ Երբ որ ասում եք ուժեղ խաղաղություն, ինչ պետք է անի Հայաստանը, որ հավասարակշռի իրենց։ Կարճ խնդրում եմ, ավարտում ենք։ Դուք ամենաբարդ հարցերից մեկն եք տալիս, որը չի կարող լինել։ Հարցին կարելի կարճ պատասխանել։ Իդեպ գրագետ ձեր փաստաբանի հմտությունները թույլ են տալիս դա անելու։ Հենց քավից փորձեմ։ Գրագետ, արեստավար, Սփյուռքի ներուժի ներգրավմամբ, դիվանագետների ներգրավմամբ
վստահ եմ նույնիսկ ամենաբարդ թվացող խնդիրներին կարելի է գտնել հետաքրքիր լուծումներ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Civilnet տաղավարում ես զրուցեցի Արամ Վարդևանյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։